Այժմ ձեր ուշադրությունն եմ հրավիրում էկրաններին, տեսաուղերձով մեզ կդիմի Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Բերտոլոտին։ Je vous prie l'attention aux écrans s'il vous plaît. Nous avons un vidéo message de bienvenue de la part du secrétaire général adjoint du ministère de l'Europe et des Affaires étrangères de la République française, monsieur David Bertolotti. Une actualité internationale d'une très grande densité empêche le ministre d'être présent à vos côtés aujourd'hui. Իրադարձությունները հնարավորություն չեն տալիս նախարարին ձեր կողքին լինել եւ խնդրում եմ ներողություն խնդրել նրան, սակայն ես պատիվ ունեմ նրա անունից եւ թերակա ողջունել ձեզ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովին։ Այսօր եկել են ընտրված ներկայացուցիչներ Ֆրանսիայից, ամբողջ Ֆրանսիայից այլ ներկայացուցիչներ եւ ուրախ եմ, որ այսքան մեծականակ հավաքվել եք Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև բարեկամության այս հանդիպմանը։ Ֆրանսիայի նախագահն ասել է, Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին մշտական է, կայուն է եւ շարունակական։ Մեր երկկողմանի հարաբերությունները ոչինչ չէին լինի առանց համայնքների ներգրավվածության եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածության, որին կցանկանայի այսօր հարգանքի տուրք մատուցել։ Չկա ավելի լավ բարեկամության օրինակ մեր երկու ժողովուրդների միջև։ Այժմ հարկ է ավելի շատ սիներգիա ստեղծել եւ մեր գործողությունը ավելի կառուցվածքային դարձնել։ Այս շրջանակներում է, որ այս հանդիպումներն են ներգրվում, որոնք պետք է լինեն փոխանակումներ գործընկերների միջև, փորձի փոխանակում, աջակցություն Հայաստանի դիմակայունությանն ու սուվերենությանը։ Այս 5-րդ համաժողովը առիթ կլինի արժևորել գործընկերությունների հարստությունը, որ մեր երկու երկրների տարածքների մեջ գոյություն ունի, բայց նաև վերահաստատել մեր համայնքների եւ քաղաքացիական կազմակերպությունների միջով վերահաստատել պատմական կապերը։ Սա է առաքելությունը Ֆրանսիա եւ Հայաստանի գործընկերությունների միջև համագործակցության դերը ստանձնող Ֆրանս Պրովանդիեի դերը։ Այս համաժողովը կարևոր հանդիպում է եւ հնարավորություն է տալիս շատ կոնկրետ քննարկել առանցքային թեմաներ, որոնք վերաբերում են ապակենտրոնացված համագործակցության գործողություններին, ի նպաստ տարածքների տնտեսական զարգացման, երիտասարդության, տեղական կառավարման, կանանց դերի մասին կամ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների կարիքները։ Ձեզ մաղթում եմ հաջող աշխատանք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։